Աստել, որ այս շաբաթել Նիկոլի ավանտյուրան որպես այդպեսին չստացվեց, Հարմավիրի մարզում իր կողմից նախաձեռնած ուրեմն պատարագը, որին չի կարելի համարել սուրբ պատարագ, անսուրբ պատարագը չկայացավ, տեղի չունեցավ մեկ պարզ պատճառով։ Ժողովուրդը այլևս որպես այդպեսին բացի իր ուսապարկերի մի մասից հիասթափված է այս գործընթացից եւ ինչքան գնում ավելի է զգացվում Նիկոլի կատաղությունը այն առումով, որ ինքը ոնց ասել է ու հանկարծ իր ասածը տեղի չի ունենում եւ ինքը որոշել է մինչեւ վերջ գնալ ու ապացուցել, որ ինքը կարող է լուծարել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչու լուծարել, որտեվ երբեք Նիկոլը որևէ բան բարենորոգել, նորոգել կամ բարեկարգել չի կարող։ Նա բացի քանդելուց, ոչնչացնելուց ուրիշ որևէ գործ դրական չի կարող անել։ Առավել եւս երբ հանձնարարություն ունի իրան իշխանության բերող ուժերի առջև, հիմա նրանց ֆինանսավորմամբ է ինքը կարողացել Հայաստանում կատարել հեղաշրջում, հեղաշրջման արդյունքում զավթել սկզբից գործադիր, այնուհետև օրենսդիր, հետո դատական իշխանությունները եւ փող վճարողները, փող տվողները նաեւ երաշխությունն են պատվիրել, այն է կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ Նիկոլս մեծագույն սիրով նվիրված է այդ աշխատանքին, Հայաստանի Հանրապետության կործանման։ Եվ հիմա խոփը դեմ է առել մի քարի, որին շրջանցել ինքը չի կարողանում։ Կամ իսկապես սխալ հաշվարկ էր տեղի ունեցել, բայց այն ինստիտուտները, որոնք սպասարկում են Նիկոլ Փաշինյանին, իրանք այդքան էլ սխալներ չեն անում։ Հետաքրքիր է, թե ինչ տեղեկատվությունների հիման վրա էր մշակվել այն վարկածը, որ եթե Նիկոլը որոշակի ժամանակ ճնշում գործադրի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հովվապետի նկատմամբ, ունենալով թերևս որոշակի փաստեր, կհանգեցնի նրան, որ վեհափառ հայրապետը այլևս հետագա իրավիճակի խորացումից խույս տալու համար կգնա նրան, որ կբավարարի Նիկոլ Փաշինյանի ցանկությունները։ Սակայն դա տեղի չունեցավ, ոնց եմ կրկնում, պարզ պատճառով։ Նիկոլի հերկի խոփը դեմ առավ մի քարի, որը պարզվեց ապառաշ քար է, հայեցի քար է, հայկական քար է, եւ այդ քարը որոշել է, որ ինքը չի ճեղքվելու, չի կոտրվելու, չի փշրվելու եւ թույլ չի տալու, որ որևէ մեկը հերկի այն տարածքը, որը ոչ թե փափուկ հող է, այլ ապառաշ լեռ, ապառաշ քար։ Ես կարծում եմ, որ այն հաշվարկը, որ արել էին հաշվի առնելով մեր սրբազաններից շատերի Քաբլիցի, որևէ մեկին չեմ ուզում մեղադրած լինել եւ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտած լինել, բայց իսկապես հաշվի առնելով 21-րդ դար, մարդկության ինչ թռիչքաձև զարգացում, հետո մի երևույթ, որը գիտեք, հատուկ է յուրաքանչյուր մեկիս, որտեղ ավետարանն ինքն է ասում, որ անսխալական միայն Տերն ինքն է։ Այսինքն բոլորս սխալական ենք եւ մեր կյանքում անպայման որոշակի սխալներ թույլ ենք տալիս եւ ահա չի բացառվում, որ հենց այդ սխալների հիման վրա էր, որ շատերը մտածում էին, որ կարելի է շատ հստակ հարցադրման միջով այն է կուսակրոնության խախտում եւ այդ կուսակրոնության խախտման հողի վրա կարելի է շատ շատերին ծնկի բերել եւ ստիպել, որ նրանք կատարեն Նիկոլ Փաշինյանի ուրեմն քմահաճույքները։
Բայց քանի որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու նաև վերնախավը տենց ասենք եպիսկոպոսական դասը շատ լավ գիտի, որ այդ կանոնը իրանք են մտցրել ժամանակի մի պարզ պատճառով, որպեսզի հայ առաքելական Սուրբ եկեղեցու ունեցվածքը որևէ կաթողիկոս, որևէ եպիսկոպոս, թեմական առաջնորդ չորոշի ժառանգել իր զավակին, դա եղել բացառապես պատճառը եւ այն ժամանակ եկեղեցին շատ ավելի ինքնուրույն էր, նույնիսկ ինչ որտեղ ավելի բարձր կամ պետությունը։ Դրա համար այդ մտավախությունը ունենալով հանդերձ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ինչպես նաեւ այլ եկեղեցիներ, ներողություն եմ խնդրում մի քիչ հիվանդեմ եւ հույսով եմ հերոստատիտորը դա կընկալի, ուրեմն շատ եկեղեցիներ այլ երկրներում, նրանք այդ մոդելը կամ այդ ձևը որդեգրել էին։ Եվ քանի որ 21-րդ դարում կամ 20-րդ դարում արդեն գիտությունը, չգիտեմ, ուզում եք ասեք հարկային բանը, վերահսկողությունը, սեփականության ձևերը եւ շատ բաներ այնպիսի փոփոխության են ենթարկվել, որ այլևս որևէ մեկը դա կլինի հա նշանակովի եւ հանովի վարչապետները, նշանակովի ու հանովի ուրեմն նախագահները եւ այլը չեն կարող պետական ունեցվածքը սեփականաշնորհել, կարող են ապօրինի ձևով, դեն շատ դեպքեր կան, բայց այդ դեպքում նաեւ հաջորդ իշխանությունը որևէ ձևով կաշկանդված չի իրենից նախորդ իշխանության կատարած հանցանքների համար այդ իշխանություններից ոչ միայն ամեն ինչ արգրավել, այլ նաեւ դատել։ Նույնը նաեւ ես կարծում եմ հիմա ներկա ժամանակներում եկեղեցին է։ Անկախ ամեն ինչից, որ վեհապար հայրապետը կամ եպիսկոպոսները իրենց ուրեմն առաջնորդանիստ տարածքներում կամ ուրեմն վեհապար հայրապետը այդ ամբողջի ոչ միայն չի կարող տնօրինել։ Հիմա ամեն ինչ գրանցվում է, ամեն ինչ հաշվառվում է, ամեն ինչ եւ ուղղակի այդպես բաները անհնար են։ Հասկացել են, որ նաեւ այդ առումով մնացած խնդիրներն էլ կարող է վերանայվել։ Օրինակ ես նորից եմ կրկնում, որ երկու անգամ ես մասնակցել եմ ժողովի, որտեղ քննարկվել է հենց այդ կարգի հարցերը եւ ես ինքս ժամանակին առաջարկել եմ, որ շատ ճիշտ կլինի, որ առաքելական Սուրբ եկեղեցին հաշվի առնելով էթնիկ մեր վիճակը եւ այլը վերացնի կուսակրոնությունը եւ հնարավորություն տա, որ այլևս այդ տարբերակումը չլինի կուսակրոն քահանաների, ուրեմն վարդապետների, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների եւ նույնիսկ վեհապար հայրապետի հետ կապված իրանք ասում էին, որ չէ, ցավանդույթ է, պետք է շարունակվի, այսինքն ոչ թե դա ինչ-որ կանոնագիրք է, որի խախտման պարագայում մարդիկ վերապահորեն պետք է ուրեմն կարգալույծ արվեն եւ այլ, իրենք զուտ բարոյական կարող է խնդիր առաջանալ։ Բայց շատերը փորձում են սա շահարկել, նույնիսկ եմ կգում, չնայած դրա հետ կապված որևէ մեկին մեղադրել հետին թվով, տեսեք, ես ասում եմ, որ ես դատվում եմ, չէ, ինչ-որ մարդկանց հետ շատ են մտածել, օրինակ վաղը մյուս օրը, եթե հարց առաջանա, ես այդ հարցը տալու բարոյական իրավունք ունենալու եմ, թե չեմ ունենալու։ Չնայած գործ ունեմ մի մարդու հետ, որը բավականին մեծ բացասական դերակատարություն է ունեցել իմ կյանքում եւ նա արժանի է, որ նրան կարողանաս հա ամեն տեղից այտենց վարկաբեկես, պարսավես, ցույց տաս, որ ինքը անարդար է։ Բայց իսկ այդ պարագայում ես մտածել եմ, որ իմաստ ունի այդ հարցը բարձրացնել, թե իմաստ չունի։ Եվ դեռ մինչև հիմա էլ այդ խնդրի հետ կապված ուրեմն իմ մեջ կա ոչ միանշանակ որոշում։ Բացի այդ, երբ որ տեսնում ես, որ ուժեր կան, որոնք բացառապես Հայաստանի հայության, հայկական շահի տեսանկյունից չեն երբեք իրենց կյանքում ապրել եւ ընդհակառակը միշտ փորձել են իրենց անձնական շահերի կամ խմբական շահերի
պատճառով կամ դրանից ելնելով անդադ նսեմացնել ընդհանուր պետական ու ազգային շահը եւ ինչ որտեղ նույնիսկ այնքան լկտիանալ, որ ասել դառնալ աշխարհի ամենամեծ կոսմոպոլիտը եւ փորձել ասել, որ տարբերություն չկա, հիմա մենք հայ ենք, ազերի ենք, թուրք ենք, հասկանում եք, այդ հասկանալի իրավիճակ է բոլորի համար, հասել եք մի վիճակի, երբ որ այդ կարգի մարդիկ է, որ սկսել են ցայխ շպրտել հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Ու դու ակամայից հասկանում ես, որ նրանք էլ բոլորը միասին Նիկոլի հետ ուզում են լուծել մեկ խնդիր, խուսալով հայկական շահից վերացնել Հայաստանը ու հայությունը։ Թվում է թե նրանց խոսույթում ամեն ինչ բխում է բացառապես հայկական շահի տեսանկյունից, հայեցիության շահերի տեսանկյունից, բայց գործնականում նրանց բոլոր գործողություններն ու արարքները բերում են այն իրավիճակին ու համոզմանը նաև, որ սրանց գործունեությունը քայքայիչ է եւ շատ վտանգավոր։ Օրինակ վերջերս նայում եմ, թե հարցումներ են իբրև թե իշխանության հակակշռի տակ գտնվող հեռուստականալներ են, կայքեր են, հարցումներ են անցկացնում։ Տեսեք, սա շատ խելոք են։ Խոսացնում են շատ պրիմիտիվ մարդկանց, շատ պրիմիտիվ մարդկանց։ Շատ պարզ երևում է, որ այդ մարդկանց ինչ-որ բանով շահագրգռել են։ Չեմ կարող ասել դա նյութական է, բարոյական է, աշխատանքային է, եւ այդ մարդկանց հստակ տեքստ են տվել, որ դրանք ինչ պետք է ասեն։ Ու դրանք այդ հարցումների ժամանակ եթերով արտաբերում են այն խոսքերը, որոնք առաջի հայացքից պարզ մարդու մտածողություն են, տեսեք նաիվ գյուղացի է, շարքային քաղաքացի է, բայց ինչ հարցեր է բարձրացնում, ոնց է անիծում նախկիններին, ոնց է գովաբանում Նիկոլ Փաշինյանին, ոնց է ասում են թեզերը, որ թույլ չեն տալիս, որ Նիկոլը աշխատի, Նիկոլը ուզում է մեզ բերել երջանկություն ու խաղաղություն, այ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը դա թույլ չեն տալիս եւ այլ եւ այլ։ Ու ակամայից հասկանում ես, որ սրանց նպատակը շատ ստոր է։ Որովհետեւ գիտեք, երբ որ դու խոսացնում ես մի կնոջ, հա 80-ամյա, ասենք բարից լավ իմաստով եմ ասում, գյուղացի կնոջ, օրինակ իմ մայրը եղել է գյուղացի։ Եվ խոսացնում ես քաղաքի ինչ-որ տղամարդու է, մոտավորապես 80 տարեկան, եւ պատկերացնում ես հանկարծ այս կինը եւ այս տղամարդը նույն բառերն են ասում, նույն նախադասություններն են ասում, բայց շատ լավ հասկանում ես, որ երկուսն էլ կառավարում են նույն կենտրոնից։ Ճիշտ է, նույն հեռուստաընկերությունն է նկարահանում, բայց կարող է լինել, օրինակ, մեկը Քյավառից է, մեկը Երևանից։ Ինչ-որ բաներ գոնե տարբերվեին։ Կարող էին ինքնանք նույն տեսակետն ունենալ, բայց նույն տեսակետը նույն բառապաշարով, նույն նախադասություններով չէին ասելու։ Իսկ բազմես սրանք երիտասարդությունում, որ խոսացնում են, բոլորը օգտագործում են նույն բառապաշարը։ Դե շարքային գյուղացին նայում է, շարքային երևանցին նայում է, որը չի կարողանում խորանալ, թե սա ինչ է տեղի ունենում, թե իրան ոնց են մանիպուլացնում, բնականաբար ասելու է, տես արա, քյավառցին էլ է նույն բանն ասում, երևանցին էլ է նույն բանն ասում, շիրակցին էլ է նույն բանն ասում, լորեցին էլ է նույն բանն ասում։ Ուրեմն դե սրանք ճիշտ է, այս պրիմիտիվ մեթոդով են աշխատում այսօրվա գործող իշխանությունները։ Եվ երբ որ ժամանակին մենք զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հավատացեք, որ գալիս է իշխանության կամ եթե որևէ մեկը որոշել է նրան ձայն տալ, ապա ինքը իր գերեզմանն է փորում, որտեղ սա գալու է հանձնի Արցախը, վերացնի Հայաստանը եւ այլ եւ այլ եւ այլ։ Հիմա քանի որ շատերը ասում են դե լավ, Արցախի հարցում, հա, հատկապես Արցախի հարցում ինչ էտապներ ենք անցել։ Քավլիցի որևէ մեկը նույնիսկ եմ կրկնում, այն ինչ ասացի հաղորդման սկզբում, անմեղ չի։ Բոլորս ենք մեղավոր։ Եթե բոլորս, այդ նշանակում է, որ նախկինները իրանց մեղքի բաժինը ունեն շատ հարցերում։ Եվ հիմա ես կարող եմ, այո, այդ շատ հարցերում իսկապես նախկինների վերաբերյալ շատ ավելի մեղքի,
հա, արտահայտություններ, մեղքի դրսևորումներ ասեմ, քան այսօր ասում են Նիկոլը կամ նրա ոհմակի որևէ ներկայացուցիչ։ Ինչի համար, որտեղ ես աշխատել եմ, որ ասում եք կենթանի ականատեսն եմ ամեն ինչի տեղի է ունեցել։ Շատ հարցերի վերաբերյալ ես իմ քննադատական խոսքը ասել եմ, ես իմ ելույթները ունեցել եմ, ես իմ վեճերն ունեցել եմ, ես իմ առարգություններն ունեցել եմ։ Ցավոք սրտի, հա, ժամանակին համարվել է, որ ես էքստրեմիստ եմ, ես ուրեմն մաքսիմալիստ եմ եւ շատ ավելի սուր եմ ներկայացնում շատ հարցեր, շատ ավելի ճոխ եմ տեսնում մարդկանց թերությունները, համարել են, որ դա բան է, բայց կյանքը ցույց է տվել, լավ, հիմա բան չանենք, որ ես Նոստրադամուսն էի, այլոք չկարողացան, չէ, ինչ-որ բաներ կան, մարդը կյանքում ամեն մեկ իր բնագավառն ունի, իր փորձառությունը ունի եւ ըստ իր փորձառության։ Բայց դեսեք ինչ տեղի ունեցա, լավ, ես ասեմ, որ մինչև 20 թվականի, հա, պատերազմի սկիզբը ենթադրենք Նիկոլը իսկապես եկել էր իշխանության շատ հստակ խնդիրներ լուծելու, թալանը վերացնելու, չգիտեմ, կախվածությունը վերացնելու, Հայաստանն ավելի անկախ դարձնելու, Հայաստանն ավելի ինքնիշխան դարձնելու, Հայաստանն ավելի հզոր տեսնելու, Հայաստանը աղքատությունից զերծ, հա, ենթադրենք մինչև 20 թվականը ինչ տեղի էր ունենում այդ տեսանկյունից եւ մարդիկ կարողանում էին այդ ամեն ինչը գնահատել այն կերպ, ինչ կերպ որ անհրաժեշտ էր։ Նիկոլը կոչ էր անում շրջափակել ազգային ժողովը եւ պարտադրել, որ նրանք հրաժարական տան եւ այլ, որպեսզի ես ժողովուրդ հավաքվում էր։ Կոչ էր անում ժողովրդին շրջափակել դատարանները, Սահմանադրական դատարանը, ժողովուրդը անում էր, մտածելով, որ լավ Նիկոլի այդ բոլոր ցանկությունները հեշտացնել են ճանապարհը, որով ինքը ուզում է մարդկանց բերել բարօրություն, մարդկանց ուզում է բերել սեր, երջանկություն։ Հիշում եք, նույնիսկ մարդիկ իշխանության ղեկին գտնվող, նախկին օլիգարխ, ուրեմն սրիկաններ, թալանչիներ եւ այլը, ինչ էին ասում, վերջապես մարդկանց դեպքին մենք ժպիտ տեսանք։ Ուրեմն ճիշտ է, ազերիները շատ ստոր են, հա, եւ փորձում են Նիզամի Գանձակեցի Պարսիկ ուրեմն գրող Նիզամին ներկայացնել որպես ազերի, ուրեմն հրաշալի կինո կա Նիզամիի մասին, երբ որ Նիզամին խում են ոտքերը, թաթերը կտրում են, արնահոսում է եւ կամաց հանգում է, այդ ձևով են մահապատժի ենթարկում, երբ մոտենում է տիրակալը, այսպես որ ասում է, հա, շարագունել ես, պոետին է հարցնում Նիզամին, Նիզամին ասում է, արեգակը բիստ մայրամուտին շարագունում է, այսինքն գույնը կորցնում է, գույնը մի քիչ խամրում է, նենց որ դա արտարոտ բան չի։ Հիմա նույնը կարելի է ասել այն խնդիրների հետ կապված, որոնց հա Նիկոլը փորձում է ներկայացնել ինչ-որ ձևով, բայց 20 թվական պատերազմ, խայտառակ պարտություն, էլի կարող էր անմիջապես դրանից հետո վեճ առաջանալ, որ նախկիններն են մեղավոր, աղքինները բանակին կլուբնիկը չէին տալի, նախկինները բանակին ուրեմն բանան չէին տալի, նախկինները խիար ու պոմիդոր չէին տալի, վարունգ ու պոմիդոր, բայց իրանք խիար էլ են տվել։ Դրա համար մեր բանակը նախկինների բերած զենքը հին զենք էր, ռուսները մեր դեմ էին,
ինչ ասեք կարող են ասել։ Լավ, դա էլ եկեք հանդուրժենք։ Ասենք, որ էլի նախկիններն են մեղավոր։ Դե պարտությունից հետո, երբ որ ռուսական խաղաղապահները եկան Արցախ եւ պատերազմը կարծեք թե սարեց այդ վիճակում, դե ես Արցախում էի, աշխատում էի Արցախում, ճիշտ արդեն Նիկոլն ու իր էմիսարները անդադ որ Արցախ էին գնում, Բակո Սահակյանից մի բան էին պահանջում, որպեսզի ես հրաժարական տամ, վերջ իհարկե անցացի այդ առաջարկներին եւ հրաժարական տվեցի, բայց նույնիսկ այդ օրը հիշում եմ իմ զրույցը Բակո Սահակյանի հետ, իսկ այդ պարտությունից հետո, երբ որ ես այցելեցի Արցախ, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Արայիկ Հարությունյանի հետ։ Եվ մեր մեջ տեղի ունեցել շատ հետաքրքիր զրույց։ Ես նույնց հիշատակեմ մարդու, որի նկատմամբ ես շատ բացասական հիմա վերաբերմունք ունեմ, այն ժամանակ բավականին դրական է, որտեղ այդ մարդը լինելով այդ ժամանակ Արայիկի գլխավոր խորհրդականը, Հյուսնուց Ռուդիկը, նույնիսկ Ռուդիկը խոսակցություն կար, որ խնամիներ կարող է շուտով դառնալ, միշտ մեր զրույցներին ինքը ուզում էր, որ Հյուսնուց Ռուդիկը ներկա լինի, եւ քանի որ Հյուսնուց Ռուդիկը այսօր Բաքվում չի, բռնված չի, չնայած ասում են Ամերիկայում է արդեն ապրում, բայց իսկ եթե Ամերիկայում է ապրում, ապա լսում է ինձ։ Ուրեմն միշտ այդ հանդիպումները տեղի են ունենում Հյուսնուց Ռուդիկի ներկայությամբ։ Եվ պատերազմը նոր էր, հիշում եք ես 20 թվականից սկսեցի շատ դաժան ելույթներ ունենալ, որի պատճառով հայտնվեցի ուրեմն քրեական գործերի մի շարք 7-8 քրեական գործերի վարույթների ուրեմն մեջ կամ դրանց թիրախում։ Ես Արայիկին մի հարց էի տալի, Արայիկ ջան, մոտավորապես մինչև 2000 թիվը Արցախի պաշտպանության բանակը եղել է առանձին կառույց։ Այսինքն նա ուղիղ չէր ենթարկվում Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Պաշտպանության բանակը Արցախի տարածքում ինքն էր որոշում, ուրեմն դե պաշտպանության բանակը ամբողջությամբ ինքնուրույն կառույց էր։ Երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ եւ մի քանի բան արժե որ միավորել, որ առանձին չլինի, արդեն Արցախի պաշտպանության բանակը ըստ էության ենթարկվում էր Հայաստանի պաշտպանության նախարարությանը 2000 թվականից հետո արդեն ըստ էության 99-ին արդեն այդ նախագիծը կար, բայց ամբողջությամբ արդեն ենթարկվեց Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Գաղտնիք չեմ ասում, հիմա շատերը կարող են վայնասում բարձրացնեն, վայ, չէ, փառք Աստծո կամ ի ցավոք սրտի, այդ մասին արդեն ասել են մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ գերավարված է ու գտնվում է Բաքվում եւ դա ակնառու փաստ է, այսինքն ես ինչ-որ նոր բան չեմ ասում։ Ես այդ ժամանակ առաջարկեցի Արայիկին Հարությունյանը, որ Արայիկ, գոնե հիմա բան արեք, պաշտպանության բանակի ենթակայությունը առանձնացրեք Հայաստանից։ Դա այդ առաջարկը ընդունվեց սկզբից ծվիններով։ թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ դեռ ազերիները չէին շրջափակել, ես այդ ընթացքում 3 այց ունեցա նորից Արցախ։ Եվ այդ 3 այցերը, ես ուզում եմ, որ Հյուսնուց Ռուդիկը անպայման արձագանքի, էլի։ Հիմա Ամերիկայում է, Վրաստանում է, Չինաստանում է, կապ չունի նույնիսկ ես իր նկատմամբ ինչ այս պահին վերաբերմունք ունեմ ու ինչ կարծիք ունեմ իր մասին, դա երկրորդական, զուրկ որպես մարդ, էլի։ Ասի, որ այդ օրերին իմ այցի հիմնական նպատակը ու Արայիկի հետ մեր զրույցների թեման որն է եղել։
22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո ես ասում եի Արայիկ, այս մարդը արդեն ձեզ հանձնել է։ Այլևս դուք իր համար սուբյեկտ չեք, հայկական, դուք արդեն Ադրբեջանի տարածք եք, Ադրբեջանի մաս եք։ Եվ սա շատ ծանր ու վտանգավոր հետևանքներ է ունենալու։ Հիմա գոնե հրամանագրով ես անում, ջղայնանում ես անում ես, փրփրում ես անում ես, դու չես կարողանում հրաժարական ես տալի մեկ ուրիշն է գալի անում։ Հիմա գոնե որոշում կայացրեք պաշտպանության բանակը թող այլևս չենթարկվի ուրեմն Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Ասեմ, չեմ թաքցնում, որ ես նաև այդ ժամանակ խոսացել էի մեր շատ գեներալների հետ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պաշտպանության նախարարության, չմտածեք, ահա գնացել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, չէ, իրանց հետ չէ։ Ուղղակի ուզում էի նաև գեներալների տեսակետներն իմանայի, որ իրանք ինչ են մտածում, էլի, արդեն հոկտեմբերի 6-ից Նիկոլը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է ու վերջ։ Բայց աբսուրդային իրավիճակ է, որ պաշտպանության բանակը դեռ ենթարկվում է Հայաստանի Հանրապետությանը, պաշտպանության նախարարությանը։ Արա գոնե այդ միավորը եկեք շատ արագ առանձնացնենք, եթե հնարավորություն ունենք նաև նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերենք, դրանք մենակ են մնացել, վաղը եթե որևէ բան սկսվի, իրանք մենակ են։ Ես այդ առաջարկը արեցի Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը շատ բաց տեքստով ասեց, Արայիկ, թող քո մեջ մնա, բայց ամենաշատը բանը Նիկոլը վախենում է Արցախի պաշտպանության բանակից։ Ասեմ, ինչի տենց խոսակցություն եղել է, դա ասում է ինքը անդադ պահանջում է, որ ստեղի զինվորներին մենք, ովքեր Հայաստանից են շուտ հետ ուղարկենք, մեր ժամանակ ես ասեցի, դե ուրեմն ամբողջ պաշտպանության բանակը պետք է դառնա Արցախի ենթակա, ասում է Նիկոլ ինձ ասեց, որ ինչ է, դու ուզում ես, որ իրանք անկախ ելնեն, որ վաղը մտնեն Երևան հեղաշրջում անեն։ Սա եղել է Արայիկ Հարությունյանի զրույցը իմ հետ, Լուսնոց Ռուձիկի ներկայությամբ։ Ասացի, ինչ է դժա, ասաց ինքը ամենաշատը վախենում է Արցախի պաշտպանության բանակից։ Ասում է, Հայաստանը տեսար գլխավոր շտաբի պետի մակարդակով հայտարարություն արեցին, մի կերպ կարողացա այդ իրավիճակից դուրս գամ, հիմա էլ մի հատ ինքնուրույնություն տանք Արցախի պաշտպանության բանակին, այդ Արցախի պաշտպանության բանակը կթողնի թուրքերին, զենքով կմտնի Երևան, մեզ կկալանավորի ու երկրում հեղաշրջում կանի։ Դրա համար վախում է, չի համաձայնվում։ Երրորդ անգամ այցի ժամանակ, եւ որ էլի խորհրդակցություններ եղել, ասել եմ, լավ, արա, համաձայնել, որ ինքը արդեն ձեզ լքել է։ Արդեն ձեզ լքել է, ձեզ հետ չի ուզում որևէ առնչություն ունենա։ Հասկացեք, ռուսները չեն կարող մնալ, որտեղ որոշակի զրույցներ եղել էին։ Եթե ոմանք ուշադիր են կտեսնեն, որ մինչև իմ դեմ քրեական գործ հարուցվել է, ես Մոսկվայել եմ այցելել, Թեհրանել եմ այցելել։ Իսկ արդեն հասկանալի էր, որ Նիկոլը հրաժարվել է Արցախից, ուրեմն Արցախի ճակատագիրը այլևս բացառապես Ադրբեջանի իշխանությունների բանի ներքո է։ Ասում եմ, հիմա արդեն վերջ, դուք էլ ճանապարհել չունեք, փակված եք արա, հիմա որոշում կայացրեք։ Հիմա չասեմ անուններ չտամ, նույնիսկ այդ ժամանակ մարդ կար, անկախ անձնական հարաբերությունները, գիտեք, ես մոտենում առաջարկում էի, շատերին ասում էին, որ պատրաստ են ստանձնելու, ուրեմն այդ միսիան, այդ առաքելությունը, եւ որ ցավոք սրտի փակվեց ճանապարհը, շրջափակեցին ադրբեջանցիները, դրանից հետո Արայիկը մի երկու անգամ եկավ Հայաստան։ Մի անգամ եկել էր, որ Մոսկվա գնար, էլի ես միջնորդեցի, խնդրեցի հանդիպում, հանդիպումը տեղի ունեցավ
բանում ներկայացնում էլի ես Արայիկին նույն բանը խնդրեցի, որ Արայիկ, գործնում ենք Արցախը, հավատացեք, ռուսները դուրս են գալու։ Ռուսները դուրս են գալու, տղա ջան, դուք Հայաստանն էլ ձեզ չի օգնելու այլևս։ Դուք ոչնչացվելու եք։ Մելի նույն պատմությունը, որ ասում, այդ անգամ ինքը ինձ ասել է, ես չեմ կարող իսկություն ասել, որ ինքը խոսացել է Նիկոլի հետ այնտենց ուղիղ, որ ասել է, որ ինքն էլ չի կարող իրավիճակը տիրապետի, գոնե հիմա բանակին ինքնուրույնություն տանք, որտեվ ըստ էության ինքն էլ չի կարողանում ուղիղ բանակի հետ որևէ ձևով խոսա, բանակը դեռ շարունակում է ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, չեմ ուզում դրա համար Արշակ Կարապետյանի հետ, քանի որ իր նկատմամբ էլ իմ վերաբերմունքը առանձնապես բան չի, դրական։ Եվ ես իր այդ քանի որ անձնական տեն զրույցներ չեմ ունեցել, չեմ ուզում ասել, բայց ըստ Արայիկի Արշակ Կարապետյանը, որ մի անգամ այցելել է որպես պաշտպանության նախարար, ուրեմն բան Արցախ առանց Նիկոլի թույլտվության, եթե ես քանի որ դա իմ ինֆորմացիան չի, ես ներողություն եմ խնդրում, կարող է Արշակ Կարապետյանը հերքի կամ հաստատի, որ տես բան եղել է, ես անկեղծունեն չեմ հիշում տես բան, որ որևէ մեկը 20 թվականից հետո մեր պաշտպանության նախարարը, բայց ինքը ըստ Արայիկի, որ Արշակը եկել է այնտեղ այդ թեմայով զրույց եղել է, բայց որից հետո Արշակին հեռացրել են պաշտոնից, ասեմ, դա առավել ևս փաստ է եւ ապացույց, որ դուք պետք է ինքնուրույն հիմա արդեն որոշումներ, այդ ժամանակ էր, որ քննարկում էր, ասեին, որ ուղիղ Ռուսաստանին են ուզում ենթարկվեն եւ այլը, ցավոք սրտի դրանցից ոչ մեկը չեղավ, մինչեւ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ Հիմա գոնե սրանք այս հետին, ես մինչև 20 թվականը տեսեք, ասում եմ, բայց որ 20 թվականից հետո մի քանի հնարավորություններ եղել է եւ այդտեղ նույնիսկ հարց է եղել, որ պաշտպանության բանակը այլևս չի ենթարկվի Հայաստանի պաշտպանության նախարարությանը, նրանք իրավունք ստանան ինքնուրույն գործելու։ Նիկոլը դա արգելել է, մենակ մի պատճառով մտավախություն ունենալով, որ Արցախի պաշտպանության բանակը, եթե ինքնուրույն լինի, կարող է որոշում կայացնել, մտնել Հայաստան ու իրանց բոլորին կալանավորել, որտեղ նման բան արել է Հայաստանի ուրեմն պաշտպանության նախարարը գլխավոր շտաբի պետի ուրեմն գլխավորությամբ։ Այսինքն մարդը ըստ էության դա պահել է իր ենթակայության տակ, անգործունակ է դարձրել։ Եվ ամենահետաքրքիրը, որ պաշտպանության բանակի զինվորի կանոնադրությամբ հիմա կարելի է դա ամբողջացնել, որտեղ հիմա կարող է ես մի քիչ բան եմ պատմում։ Այնտեղ եթե հանկարծ պիտի թշնամին ինչ որ բարի, դա պիտի ամբողջը ոչնչացվեր։ Հիմա երբ որ 20 թվականին, 23 թվականին այդ ամբողջը հանձնվել է, հիմա չգիտեմ ինչի պիտի այստեղ հասկանալ, ինչի է օրինակ պաշտպանության բանակի վերջին հրամանատարը նստած եւ այլը, այն հրամանը, որ զենքերը չոչնչացնել, եղել է Հայաստանից։ Քավլիցի, նույնպես եմ կրկնում, ես չեմ հավակնում դառնալ բացարձակ ճշմարտություն, բայց քանի դեռ պաշտպանության բանակը ենթարկվել է պաշտպանության նախարարությանը, իսկ այդ ժամանակ որևէ մեկ առանց Նիկոլ Փաշինյանի հավքն իր թևով, ոցն իր պորտով չէր կարող որևէ բան անել։ Նշանակում է զենքերը առանց ոչնչացնելու հանձնելը թուրքերին, ազերիներին, եղել է Նիկոլ Փաշինյանի հրահանգում։ Հիմա ստեղից գոնե հայ ժողովրդի մտածի, լավ ասենք, մինչև 20 թվականը ով ինչ արդարացում ունի, ասենք լավ,
իրավունք ունես այդ տեսակետը ունենալ։ Բայց 20 թվականի վրա սա հայտարարակ պարտությունից հետո այս բոլոր գործընթացները, որ եղել են, որոնք հստակ ցույց են տալի, որ այս մարդը մի նպատակ է ունեցել, ոչնչացնել Արցախը։ Իսկ այն պարագայում եւ այնտեղ կանգնած եղել ռուսական խաղաղապահը, այս մարդը չի դադարել ամեն ինչ անել, որպեսզի այդ խաղաղապահները տեղից գնան, որպեսզի Արցախը ամբողջությամբ հայաթափի, որպեսզի Արցախը եւ հիմա նրա առաջարկները եկեք Արցախ վերադառնալու հայերի բնական ու անուտորելի իրավունքը նույնականացնենք, սին, աշխարհում տերմին գոյություն, Արևմտյան Ադրբեջան ազերիների վերադառնալու այդ թեզի հետ, իրար հետ մեկը ասի այդ տխմար, դու հասկանում ես ինչ ես ասում։ Արևմտյան Հայաստան հայ եղել է, Արևելյան Հայաստան կա, դա միջազգային տերմիններ են, դրանք մենք չենք խորինել։ Բայց ընդհանրապես Ադրբեջան, որ 36 թվականից է, եւ Արևմտյան Ադրբեջան, որ Նիկոլն է ինքը Մոգոն է այդ գաղափարը։ Մեր գաղափարը Մոգոն անասուն, հիմա էլ ասում է թե, եկեք այս գաղափարը ու Արցախը, որը 5000-ամյա պատմություն ունի, նույնականացնենք ու իրար հետ ասենք կոմպենսացնում են իրար։ Լավ, էլ ինչ է պետք մեր հայ ժողովրդին, որ հասկանա, որ Նիկոլը միսիա ունի կատարելու։ Եվ այդ միսիան հայկականության վերացումն է, ոչ թե հայկականության բարենորոգումը, վերընձուղումը։ Եվ ես գիտեք զարմանում եմ մեր Քավլիցի, ես լրագրող չեմ։ Ես ստիպված եմ ստանձնել այս կարգի գործառույթ, հաշվի առնելով մի հանգամանք, շատ լավ ճանաչելով Նիկոլի, հասկանալով, թե նրանք ինչ միսիա ունեն, համարձակություն են վերցրել դառնալ, հա, կայքի, ասենք, համակարգող եւ դառնալ բանախոս, որ մարդկանց մեջից վախը դուրս գա, որ մարդիկ հասկանան, որ կարելի է ցանկացած իրավիճակում պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի շահերի։ Եվ 18 թվականից հիմնադրվելուց հետո մեր խնդիրը միայն սա է եղել։ Մեր առաքելությունը սա է եղել։ Եվ զարմանում եմ են լրագրողների կանչում են, նայում եմ մեկը կանչել է մի հատ միասեռական էլի լրատվամիջոց ունի եւ այլ։ Այո, թվում է թե շատ լավ լրագրող է, շատ համարձակ հարցեր է տալի երբեմն։ Բայց գիտեք, այդ հարց ու պատասխանը, երբ որ տեսնում ես, հասկանում ես, որ սա չի ուզում նեղել նրանց, ովքեր խոսում են Արևմուտքի անունից, Միացյալ Նահանգների անունից, Տրամպի ուղու անունից եւ այլ։ Լավ, ես հասկանում եմ, որ դուք հաճախ Եվրոպաներ եք գնում, շատ մեծ ցանկություն եք Ամերիկա գնալ, շատ հանկարծ ձեր ճամփեն չփակեն, ձեր վիզայի բաներ կամ հասկանում եմ, հա, ռուսների նկատմամբ, արա, բայց իրավիճակի գնահատական։ Հա, Պետրոսի մոտ հասկանում եմ, եկել էին հրավերել, 3-4-օրը, 4 հոգու կանգնացնում է, այդ խեղճերն էլ դավին անտեղյակ, ցավին անտարբեր։ Մարդկանց է կանչում, որոնք ու հարցերն էլ լեց է տալու, օրինակ Երևանը բոզրան, ուզում էր ինչ-որ դրական բան ասել, ուրեմն այս պարագայում ինքը հացախեղդ է անում, ուներ պրովոկացիոն, ես ափսոսում եմ, որ Երևանը, որ բավականին գիրք տղա է, բայց մի քիչ երևի համարձակություններն է պետք որ ասել Պետրոս, դե ձենդ կդրի ես շեշտ դուս մի տուր։ Որտեվ այն մյուսները էշություն են խոսում, իսկապես էշություն։ Պետրոսը էլ դրանց ասածն ինձ արևմուտքին է վերաբերվում, արևմտյան արժե համակարգ, չգիտեմ ինչ։ Հենց մի քիչ հանկարծ պրորուսականը յախիդնի հարցերը տալ, դու ասել, արա, արյուն մի ասա։ Հարց տվող ես տնանց էլ տուր, այս կամ եթե չի տվել ինքը այդ հարցը բարձրացնի։ Ամենևին պետք չի ուրեմն վախենալ, վարանել, երկնչել, ամենևին դրա անհրաժեշտությունը չկա։ Բայց որ Ժորժ ջան, ես կարծում եմ բոլորիդ համար պետք է հասու լինի,
մի շատ պարզ ճշմարտություն։ Այո, Նիկոլը այս ամեն ինչի գլխավոր մեղավորն է, հանցագործն է, թշնամին է մեր երկրի։ Եթե մինչև 20 թվականը շատերը տարբեր պատճառաբանություններով կարողանում են ինչ-որ մի կերպ արդարացնել Նիկոլի կատարած հանցանքները, ապա 20 թվականից հետո այնինչ տեղի է ունեցել եւ ուրեմն որի ականատեսն ենք մենք համարյա բոլորս, այս իմ հանդիպումները Արայիկ Հարությունյանի տարբեր ուրեմն պաշտոնատար անձանց հետ եւ այդ զրույցները ցույց են տալի մեկ պարզ բան։ Նիկոլը նույնիսկ այդ խայտարակ պարտությունից հետո, երբ իր համար անակնկալ ռուսները խաղապահիչեցին եւ փորձեցին փրկել Արցախը, նորից շարունակել է ամեն ինչ անել, որպեսզի Արցախը որպես այդպեսին վերանա։ Ինչպես հիմա ամեն ինչ անում է, որ վերանա նաև Հայաստանը, որպեսզի չլինի այն սուբյեկտը, որ իրանց պետք է դատի վաղը, որպես մեծագույն հանցագործների եւ հայ ժողովրդի առջև կանգնեցնի դատաստանը։ Սա է, հասկացաք, կընդունեք, չեք ընդունի, դա ձեր գործն է, բայց եթե շարունակեք նման կրավորական կերպ նայել այս ամեն ինչին, ապա Նիկոլ Փաշինյանը իսկապես կհասնի այն